Porque todo tenía que terminar, casi sin empezar. Ջերմ բարևներ բոլորին, դե ինչ, շարունակում ենք բացահայտել տարբեր երկրներ, որտեղ որ ես այցելում եմ։ Ասեմ, որ 2025 թվականից մինչ օրս հասցրել եմ արդեն 3-րդ երկիր այցելել եւ այս կապակցությամբ շատ ուրախ եմ։ Եկեք միասին գուշակենք որն է հաջորդ երկիրը։ Իրականում այս երաժշտությունը այս երկրի հետ կապ չունի, բայց ես երգը շատ եմ սիրում եւ կոչ եմ անում հետեւել Արփինե Մամյանին իր YouTube-յան էջին։ Ես կթողնեմ այս տեսանյութի նկարագրության բաժնում իր YouTube-յան էջի հղումը։ Դե ինչ, անցնենք առաջ եւ փորձենք գուշակել որտեղ ենք մենք գտնվում։ Ասեմ ձեզ, որ այս երկիր մուտք գործելու համար մուտքի ազգային վիզա ստանալը շատ դժվար է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որովհետեւ դու ստիպված ես մեկնել Ռուսաստանի Դաշնություն, մասնավորապես Մոսկվա, որովհետեւ այստեղ չունենք վիզաների կենտրոն կոնկրետ այս երկիր վիզա տրամադրելու համար։ Բայց եթե դուք ունեք Շենգենյան բազմակի վիզա, ապա հոգ չէ։ Դուք ազատ կարող եք այցելել այս երկիր։ Թե որ երկրի մասին է խոսքը։ Խոսքը վերաբերվում է Բոսնիա եւ Հերցեգովինային։ Այցից գլխավոր նպատակներ մասնակցելը Եվրոպական անկախ կյանքի ցանցի կողմից կազմակերպված տարածաշրջանային կոնֆերանսին, որը նվիրված էր անձնական օգնականի տրամադրման ծառայությանը եւ որտեղ տարբեր երկրների ներկայացուցիչներ կիսվում էին իրենց երկրում այդ ծառայության հետ կապված հարցերով, խնդիրներով, հաջողություններով։ Նաեւ ես եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետության փորձը, նշեմ, որ 2024 թվականի հունվարից մեր երկրում եւս գործում է անձնական օգնականի տրամադրման ծառայությունը։ Եվ իհարկե իմ երկրորդ նպատակն է ժամանակ գտնել եւ բացահայտել Սարայևոն, Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաքը, որտեղ եւ կոնֆերանսներ ընթանում։ Դրա համար ուղևորվեցի, այսպես ասած, 5 քաղաք կամ կենտրոնը Սարայևոյի Old City։ Ասեմ, որ կենտրոնը բավականին հետաքրքիր էր ու գեղեցիկ, բացի այսպես ասած կենտրոնական մասով պարզապես քայլելը, հիանալը տարածքի գեղեցկությամբ, նաև նկատեցի, որ այստեղ շատ կային մզկիթներ, եւ սա պայմանավորված է նրանով, որ երկար տարիներ Բոսնիա եւ Հերցեգովինան եղել է Օսմանյան կայսրության տիրապետության ներքո եւ այսպես ասած հետքն է թողել ու այսպես շուկայով շրջելիս ինձ թվում էր, որ ես տեղափոխվել եմ 2017 թվական, երբ այցելել էի Ստամբուլ սոցիալական ձեռներեցների փորձի փոխանակման ծրագրով ու այդ ամեն ինչը, նույնիսկ հուշանվերները ինձ հիշեցնում է Ստամբուլի շունչը։ Ճանապարհին մի մզկիթ տեսա ու շատ ինձ հետաքրքրեց, ինչպիսին է այն ներսում, որովհետև դրսից բավականին ճոխ ու գեղեցիկ էր։ Ասեմ ձեզ, երբ մոտեցա, բոլորը կոշիկները հանում էին, ես էլ կապված իմ հաշմանդամությունից գիտեի, որ այժմ պիտի ծախսեմ, որպեսզի հանեմ, մուտքի մոտ այսպես մոլորված նայում էի, որովհետև չէի ուզում այդ վիճակով մուտք գործել, բայց աշխատողը տեսնելով մոտեցավ եւ ասեց, որ ոչ մի խնդիր չկա, դուք համեցեք։ Հետևաբար ես մուտք գործեցի, բայց խորքը չգնացի, պարզապես դրսի հատվածից մի քանի կադր վերցրեցի։ Իրոք շատ գեղեցիկ էր։ Շարունակեցի քայլել եւ ճանապարհին հանդիպեցի մի շքեղ եկեղեցու, կաթոլիկ եկեղեցու, Սուրբ Անտոնիոյի անվան, որը ոչ միայն իր տեսքով է շքեղ, այլ նաև ժողովուրդ ջան, ես կառանձնացնեմ այստեղի ներսի բույրը, հոտը, ուղղակի հրաշք էր, ես չգիտեմ դա ինչ էր, ինչ նյութ էին օգտագործում, բայց այնքան հաճելի էր, որ ուղղակի չէր ուզում դուրս գալ։ Երևի ես այստեղ 20-25 րոպե միայն նստելով վայելել եմ զուտ այդ բույրը զգալու համար։ Չգիտեմ, դա խունկ էր, ինչ էր, բայց շատ հաճելի էր։ Նույնիսկ եթե այդտեղ մարդ լիներ, ես կհարցնեի, որտեղից է գալիս այս գեղեցիկ բույրը կամ ինչ են օգտագործում։ Eran tan crueles, amor. Por eso tú lloras, es lo que te queda. Tú lloras, así es la vida. Դե ինչ սրանով ամփոփենք Սարայևոյի 5 քաղաք կոչվող մասի բացահայտումը, հաջորդ տեսանյութս կնվիրեմ բառից բուն իմաստով դրախտին։
որը միջև թռիչքը ունեի ընդամենը 5 ժամ, եւ ես կարողացա ուղակի Google-ով փնտրել մոտակայքում ինչ կա, միջև դեպի Հայաստան վերադառնալը, բացահայտեմ, ու ես բացահայտեցի այդ դրախտը, ուղակի արտակարգ էր։ Հաջորդ տեսանյութում լրիվ կնկարագրեմ հուսամեն էներգիան, ինչը որ ես ընտեղ տեղում ստացել եմ, նաև կփոխանցվի տեսանյութի կամ վիդեոյի միջոցով։ Լավ մնացեք։